Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացավ Նարեկացի վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ֆիլմը պատմում է տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու կյանքի, գործունեության, ստեղծագործությունների մասին, բացահայտելով Նարեկացու փիլիսոփայությունը, աստվածաբանական միտքը եւ խորհրդազգացությունը։ Թվականին եպիսկոպոս կցերնաթրվի կնոջ մահենի։ But if you are a believer, you understand much more. Ֆիլմը նկարահանվել է Լա Մեդիա ընկերության կողմից, հեղինակը եւ պրոդյուսերը Ռոզաննա Ղազարյանն է, ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստը Լիլիթ Մխիթարյանն է։ Մեյնսթրիմի դարաշրջանում շատ դժվար է, այս համատարած աղմուկի տեղեկատվական քաոսի մեջ ստեղծել լավ բան եւ ազնիվ խոսքը հասանելի դարձնել մեծ լսարանին, բայց մենք փորձում ենք դա անել եւ այս ֆիլմը այս դիտումով չի ավարտվելու, ունենալու է բազմաթիվ դիտումներ տար լսարանի առաջ, որովհետեւ Նարեկացին մեր ազգային այցեքարտն է, Նարեկացին ցույց է տալիս աշխարհին, որ մենք դեռևս վաղ միջնադարում ունեցել ենք նմանատիպ գիր ու գրականություն։ Ինձ համար մեծ պատիվ էր այս ֆիլմը ստեղծելը։ Ռոզաննայի հետ մենք շատ երկար ճանապարհ անցանք եւ շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցեցին եւ հավատացին մեզ։ Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի «Հավունը», ինչպես նաև Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ ուղեկցվում են ողջ ֆիլմի ընթացքում։ Իր կարևոր խորհուրդներով Նարեկացի ֆիլմին աջակցել է Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Եվ շնորհավորությունները հայտնել Ռոզանային եւ Լիլիթին։ Այս ֆիլմը անդրադարձում է եւ հուսամ, որ ուրիշ տեղեր եւս այս ֆիլմը ցուցադրելու առիթները լա, որովհետեւ մեր ժողովուրդը լա Հայաստանի մեջ եւ նաեւ Սպիրկի դարածքին ոչ թե միայն նարեգարն է, պահե անգողինի մեջ կամ փարծիդակ, այլ նաեւ գարնա եւ ըմբռնե խորքը։ Դարձերեսին նահանգավանքն է պատկերված։ Նախագիծն իրականացվել է ազգային բարերար Վարուժան Ներգիզյանի, Հրաչյա Պողոսյանի հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Նուբար Աֆյան հիմնադրամի աջակցությամբ։ Հատուկ շնորհակալագրեր ստացան բարերար Թոնի Քախվեն եւ 47 դիզայն ընկերությունը։